նախաձեռնել է 2025 թվականի հունիս ամսին եւ այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից սեսիայի պայմանագիր կնքվելու հետ։ Սեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարեր ուսումնասիրելով դատարանի որոշումը խոզարկության անձամբ ես չեմ արձանագրում եւ չեմ հասկանում առհասարակ 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրի հետ։ Պայմանական ենթադրենք, որ ինչ-որ ոչ իրավաչափ եթե կատարվել է, ապա այն կարող է կատարված լինել ամեն դեպքում ոչ Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրում։ Այսինքն Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրում թե ինչ բովանդակության փաստաթղթեր են փնտրում, մեզ համար հասկանալի չէ։ Ըստ դատարանի որոշման պետք է դա կապ ունենա կոնկրետ իմ կողմից քիչ առաջ վկայակոչված գործողության հետ, որը կատարվել է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մշակված ծրագրերով, այսինքն օրինակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է, որ այն իրավաբանական անձին, ովքեր գույք են ունեցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության տարածքում, դրանք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ եւ հիմնադրամը կառավարության որոշման շրջանակներում պետք է բանկերի փոխհատուցի այդ միջոցները, ինչպես օրինակ այս պահին այդպիսի որոշումներ ընդունված եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ միջոցները, որոնք զետեղված բոլոր գույքերի դիմաց ստացված միջոցները հատուցում է Հայաստանի Հանրապետության բանկերին։ Այդ նույն որոշումները կար նաև 2020 թվականին, այսինքն երբ որ Արցախի մի մասով ստացվեց Ադրբեջանի կողմից, եւ այդ բոլոր գործողությունները կատարվել են 2021 թվականների ընթացքում։ Հիմա ներկայությամբ 2025 թվականի հունիսին նախաձեռնում է քրեական բարույթ եւ այսօր մշտական ներկայացումը կատարում է խոզարկություն եւ զարմանալի չէ, որ մինչեւ այս բանը նրանք չեն գտել մեկ փաստաթուղթ, որը կարող է այդ բարույթի համար ունենալ որևէ նշանակություն։ Դատարանի որոշման մեջ արձակվում է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ Սամվել Կարապետյանի կողմից տրված ցուցմունքը։ Այս կապակցությամբ ես հետագայում լրացուցիչ հայտարարություններ կանեմ ավելի մանրամասն որոշման